Ռուբեն Վարդանյանին դատելու ֆարսը Բաքվում շարունակվում է։ Ադրբեջանցիներն այսպես կոչված տուժածներ են գտել ու դատարանում նրանց խոսափող տվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից հաշվետվություն է պահանջում Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների առողջական վիճակի մասին։ Վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5.5 տարի ազատազրկման։ Պարտադիր ապահովագրության թեման կրկին օրակարգում ապահովագրությունն ուշացել է, նախարարն էլ ընդունում է մեղքը։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի տեխնացուն բարձրագույն կրթություն չունի, թեժ քննարկում ազգային ժողովում։ ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը։ ԱՄՆ դեսպանատները նվազագույնի են հասցնում գործունեությունը, նահանգներում բյուջեն չի հաստատվել։ Հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների դասաժամերը կրճատում են, մտահոգ են թե ծնողները, թե մասնագետները։ Տարականների 35%-ը կարդալ չգիտի։ 78 կիլոգրամ ապօրինի դեղորայք հատուկ թաքստոցում մաքսային հսկողությունից թաքուն ներմուծման փորձը կանխել են։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտիմյանն է, բարև ձեզ։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Մենք ունենք ստորագրած ու նախաստորագրած փաստաթղթեր եւ երբ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, օրինակ Զանգեզուրի միջանցք, մեզ համար հարց է ծագում։ Որտեղից այդ արտահայտությունը, ասել է Փաշինյանը հավելելով. ակնհայտ է, որ այդ արտահայտությունը նյարդ է առաջացնում մեր հանրության շրջանում։ Հիմա հարց է առաջանում, ինչու է դա օգտագործվում, որ այդ նյարդը առաջանա։ Երբևէ որևէ տեղում մենք ունենք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա, չկա նման այդ արտահայտություն, հետևաբար դա ինչի համար է օգտագործվում, որովհետև այս կարևոր նյուանս է, Ադրբեջանի պարագայում անուններ որոշողը Ադրբեջանն է, Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է, եւ սա արձանագրված է նաև այս թղթում, որովհետև մենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք։ Եվ հետևաբար ոչ մի փոփոխություն տեղի չի, ընդհակառակը փոփոխություն տեղի է ունեցել այդ խոսույթի մեջ, որովհետև օգոստոսի 8-ից հետո ենթադրվում է, որ մենք այլ կերպ պետքա մոտենանք հարցերին։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուխարովը հարցազրույց է տվել ադրբեջանական Հաքին Ազին եւ հայտարարել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցից հետո կտրուկ փոխել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր հռետորաբանությունը եւ այժմ Զուլֆուխարովի ձևակերպման փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը։ Ադրբեջանցին համոզված է, թե ներկա իրավիճակից ամենից շատ դժգոհ են Ռուսաստանը եւ Իրանը, որովհետեւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մասնակցության բանակցությունների նոր ձևաչափերը թույլատնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ջանքերն ակտիվացնելու հայտարարություն տարածել։ Վերստին ընդգծում ենք Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, ասվում է հայտարարության մեջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Հայ գերիները մոտ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա։ Ադրբեջանի բանտերում շինծու գործերով դատում են 23 հայերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, բայց ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի, սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե Բաքուն միայն նրանց է պատանդարել։ Ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին եւ այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո եւ երկրորդը, որ գերիները ուղղակի բռնի անհետացել են։ Ալիևի կառավարությունը տարեսկզբից էր նպատակադրվել Կարմիր խաչի միջազգային պատվիրակության գործունեությունն արգելել երկրում եւ վերջերս էլ խփեց նրանց
ռեպորտը։ Մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն, հատկապես եթե այդ առաքելությունը նաև հայերի համար է։ Իսկ Կարմիր խաչի պատվիրակները միակն էին, որ Բաքվից պահում էին հայ ռազմագերիների ու աշխարհի միջև կապը, այդ թվում նրանց իսկ ընտանիքների հետ, սնունդ ու հիգիենայի անհրաժեշտ պարագաներ հասցնում։ Վերջին այցելությունը հունիսին է եղել, դրանից հետո մինչև այս պահը հայտնի չէ ադրբեջանական բանտերում հալածվող հայերի իրական վիճակը։ Ավելի ուշ ի դեպ այդ տեսակցությունից շուրջ 2 ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, բայց այդ սպիտակ թուղթն էլ չօգնեց Բաքվին նույնիսկ փոքրինչ փոխել վերաբերմունքը բանտարկված հայերի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագիրը, այստեղ մենք ունենք կրկին լուրջ մտահոգություն եւ քննադատություն, քանի որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը նախ կկարգավորեր գերիների անհապաղ վերադարձը, որը թեև Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված է, բայց ոչ մեկ չի խանգարում, որպեսզի լրացուցիչ ավելի հստակ երաշխիքներով այդ հարցը կարգավորվեր։ Հայաստանի միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հիշում է, դեռ 2020 թվականից թերահավատություն կար միջազգային դատական գործընթացների նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չէր ենթարկվում համապատասխան որոշումներին, վճիռներին։ Հիմա խաղաղության նախապայմանագրով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել հրաժարվել Բաքվի դեմ բոլոր միջազգային ատյաններում նախաձեռնած իրավական տրցակներից, դրանք հետ կանչելով, ինչը մնում արդյունքում Բաքվի շոու դատավարությունները, որ պարտադրելու են միակողմանի ճշմարտություն։ Միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առհասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև այդ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդվիրանքների կոպտական խախտումները, պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավական հայցերը նաև անվտանգային երաշխիք են ըստ Կիրակոսյանի, միջազգային դատերը պետք է շարունակել, մասնագետներն առայժմ հույսն ամբողջությամբ չեն կորցրել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները քիչ անց։ Պարտադիր ապահովագրության թեման կրկինորակարգում, ապահովագրությունն ուշացել է, նախարարն էլ ընդունում է մեղքը։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի տեխնացուն բարձրագույն կրթություն չունի, թեժ քննարկում ազգային ժողովում։ ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը։ ԱՄՆ դեսպանատները նվազագույնի են հասցնում գործունեությունը, նահանգներում բյուջեն չի հաստատվել։ Շարունակենք թողարկումը։ Գործադիր օրենսդիր հարց ու պատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ռազմավարական որոշում են ընդունել, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Փաշինյանը նշել է, որ այս թեմայով երկխոսություն կա 5 գործընկերների հետ։ Առաջիկա 1-2 տարում պետք է որոշում կայացնենք ու պայմանագիր կնքենք, եւ դա չի ունենալու աշխարհաքաղաքական ու արտաքին քաղաքական ենթատեքստ, ասել է Փաշինյանը։ Մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր եւ ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով եւ նաեւ իր ներդրման հետգնման հնարավորինս առավել կարճ ժամկետով։ Խնդրում եմ, այս ոչ ոք սրա տակ աշխարհաքաղաքականություն չփնտրի։ ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը։ Բյուջեի չհաստատման պայմանավորված ԱՄՆ դեսպանատները նվազագույնի են հասցնում իրենց գործունեությունը, հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Ժամի անդրադարձը։ With Republicans and we never had a shutdown. Միացյալ Նահանգներում ֆինանսական քաոսային վիճակ է։ Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ, եկող տարվա բյուջե ընդունել։ Այս ամենը, ինչպես Միացյալ Նահանգներում ընդունված ասել, բերել է շատդաունի, արգելակման։ The last person that wants to shut down is us now. Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում միջին եւ ստորին օղակներում աշխատողներին պետությունը կուղարկի չվճարվող արձակուրդի։ ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի վճարել միայն կարևոր պետական օղակներում, ռազմական ինստիտուտներում, օդանավակայաններում աշխատողների աշխատավարձերը։ As leverage and to shut down the Նմանատիպ շատդաուն եղել է 7 տարի առաջ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում չէին աշխատում տրանսպորտային միջոցների մեծ մասը։ Աշխատակիցների կրճատման պատճառով մարդիկ աշխատանքից էին ուշանում։ Այգիներում աղբեր գոյացել,
պետական թանգարանները եւս փակ էին։ Թրամփը Սպիտակ տանը ընդունելով մարզիկներին հյուրասիրում էր McDonald's-ի բուրգերներ, քանի որ խոհարարին արձակուրդ էր ուղարկել։ And it's going to happen now. Այս ֆոնին ոսկու բորսայական գինը գերազանցել է տրոյական ունցիայի դիմաց $3,900։ ԱՄՆ պատմության մեջ կառավարության աշխատանքի ամենաերկար ընդմիջումը տեղի էր ունեցել Թրամփի նախագահության առաջին ժամկետում եւ տևել էր 35 օր։ Այն ժամանակ 420,000 մարդ պետական աշխատանքը կատարում էր ավանսով, չվճարվելով դրա դիմաց, իսկ 380,000-ին ուղարկել էին հարկադիր պարապուրտի։ Երկու խոշոր կուսակցությունները այդպես միմյանց բախման համար որպես քաղաքական գործիք օգտագործում են այս շաթ-թաունը։ Միանշանակ ընդդիմությունն է սա օգտագործում եւ ընդդիմության այդպես նպատակից ելնելով քաղաքական միջամտության գործիք է համարվում ընդհանրապես։ Տնտեսագետները ԱՄՆ-ում ստեղծված այս վիճակը հիմնականում պայմանավորում են Թրամփի սխալ ֆինանսատնտեսական գործունեությամբ։ Թրամփն ինքն էլ դեմոկրատներին է մեղադրում։ Սպասվում էր, որ մաքսատուրքերի բարձրացումը դոլարի արժևորման կբերի, սակայն հետագայում դոլարի ինդեքսը սկսեց արժեզրկվել, քանի որ դրան հաջորդեց այսպես կոչված One Big Beautiful Bill-ը։ Դրա հետևանքով ԱՄՆ-ն բավականին շատ եկամուտներ կորցրեց։ Միջազգային բորսաներում դոլարը մյուս արժույթների նկատմամբ արժեզրկվել է։ Որոշ տնտեսագետների կանխատեսմամբ սա իր հերթին կարող է բերել հումքային ապրանքների գների բարձրացման։ Տնտեսագետների մի մասն էլ նշում է, որ Միացյալ Նահանգներում 1 միլիոն մարդու աշխատանքից ժամանակավոր ազատումը աշխատավարձ չվճարելը շատ մեծ բացասական էֆեկտ չի կարող թողնել։ Գործազրկության Ամերիկայի Միացյալ Նահանգների 350 միլիոն բնակչության մոտավորապես 1 միլիոնի աշխատավարձը կամ ժամանակավորապես աշխատավարձի վճարման դադարումը չի կարող այդպես հանքահունքային ապրանքների վրա կամ այլ ապրանքների գնաճի վրա ազդեցություն թողնել։ Օվկիանոսից այն կողմ տեղի ունեցող ԱՄՆ բյուջետային կոլապսային ալիքն ըստ տնտեսագետների դժվար թե իր բացասական ազդեցությունն ունենա եւ հասնի նաեւ Հայաստան։ Այդ ազդեցությունը մեր երկրում առաջիկա օրերին աննշան կերևա արտարժութային շուկայում։ Կարճ ժամանակահատվածի շոթդաունները չեն ազդում փոխարժեքի վրա եւ այդպես տատանումներ մեծ հաշվով չեն լինում, նամանավանդ մեր նման շատ ավելի փոքրիկ երկրներում, որտեղ ազդեցությունը շատ ավելի ուշ է հասնում։ Երկարաժամկետում բարեք անխատեսել ու իրատեսական չի լինի դա, որովհետև երկարաժամկետը չգիտենք ինչ ժամկետով կտևի եւ ինչ նպատակի հասնելու համար, ընդ որում ինչ արդյունքի կարող է հասնել ընդդիմությունը այս գործիքը կիրառելով։ Առավոտյան ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պայմանավորված դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի։ Չհաստատված բյուջեի պայմաններում, սակայն ԱՄՆ-ում եւ ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի քաղաքական դաշտում նոր ուժ է ձևավորվում։ Նժար սահմանադրական շարժումը հայտարարում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։ Թիմի ցուցակը գլխավորելու է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը նաև կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Նժարը քաղաքական հայտ է ներկայացնում, սահմանադրական շարժումը կմասնակցի գալիք տարվա 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում են ներկայացնելու իրենց թիմը։ Ցուցակը կգլխավորի, այսինքն ըստ էության վարչապետի թեկնածուն կլինի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Հայաստանը կանգնած է վճռական ընտրությունների առաջ։ Մենք բոլորս գիտենք, որ երկիրը այլևս չի կարող շարունակել ներկայիս ճգնաժամային ուղով իր ընթացքը։ Ժողովուրդը պետք է ստանա իր սահմանությամբ ամրագրված իշխանությունը եւ վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ։ Այս նպատակի համար Նժարը հետևյալ առաջարկն ունի՝ Հանրապետության նախագահի ինստիտուտը փոխարինել կոլեգիալ, անկուսակցական եւ բարձրագույն նույն իշխանությամբ օժտված պետական ինստիտուտով, որը կապահովի համատեղ պատասխանատվություն, կայունություն եւ երկարաժամկետ լեգիտիմություն, ինչպես նաեւ այսպես ասած անցնենք թվային պետության, թափանցիկ, արագ եւ քաղաքացիակենտրոն կառավարման, որտեղ պետական բոլոր գործառույթները մատչելի են մեկ պատուհան սկզբունքով։ Այս ամենը իրականացնելու համար մենք կարիք ունենք իրականացնել լուստրացիա։ Մենք պետք է վերջ դնենք անցյալի առատավոր պրակտիկային։ Լուստրացիան անհրաժեշտ քայլ է պետական համակարգը մաքրելու նախկին կոռուպցիոն կապերից եւ վերականգնելու հանրային վստահությունը։ Սա չի լինելու հաշվեհարդար։ Սա օրենքի եւ արդարության սկզբունքով իրականացվող գործընթաց է, որը թույլ կտա նոր իշխանություններին աշխատել մաքուր էջից։
Եվ հենց այստեղ ուժը պատրաստ կլինի համագործակցել այլ թիմերի հետ, թե միայնակ է ուզում վերցնել իշխանությունը։ Կոալիցիան չեն բացառում, ավելին հենց Դաշինքի տրամաբանությամբ են պայքարի մեջ մտնելու։ Մենք որպես դաշինք ենք ձևակերպելու, տարբեր կուսակցությունների դաշինքա լինելու, եւ այդ դաշինքը որպես կոալիցիա իր կոալիցիոն կառավարությունն է ունենալու։ Առաջիկա 2 ամիսների ընթացքում քաղաքական դաշտի նոր թիմը կվերջնականացնի իր ծրագիրը ու կներկայացնի հանրությանը։ Առաջին քայլերից է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Խորհրդարանի դահլիճում այսօր թեժ է եղել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցն են քննարկել։ Ընդդիմադիրներին զարմացրել է փաստը, որ իշխող ուժի թեկնածու Ռիփսիմե Հունանյանը բարձրագույն կրթություն չունի, նախկինում աշխատել է որպես բուժքույր։ Իշխանական խմբակցությունից սակայն պարզաբանել են, թե հանձնաժողովի նախագահը նեղ մասնագիտական գիտելիքների կարիք չունի։ Եթե գիտելիքներն էր ձեզ համար առաջնայինը, որպես չափորոշիչ, մասնագիտական ոլորտային գիտելիքները, շատ ներողություն, դա ձեր խմբակցության խնդիրն է, բայց ձեր խմբակցությունում կար նման գիտելիքներ ունեցող հանձնաժողովում Լուսինե Բադալյան առնվազն գոնե։ Իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, հոգատարություն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սեր է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ Հայաստանը, որն աշխարհում ջրային ռեսուրսներով համեմատաբար ապահով երկրներից է, աստիճանաբար մոտենում է լուրջ վտանգի։ Սևանից մինչև Արարատյան ստորջրյա ավազան ջրի պաշարների անկառավարելի օգտագործումը և թափանցիկության պակասը կարող են երկիրը կանգնեցնել ճգնաժամի առաջ։ Վերջին տարիներին պետությունը փորձում է քայլեր անել փակելով ապօրինի հորերը և սահմանափակելով ջրի օգտագործման թույլտվությունները, սակայն մասնագետները շեշտում են առանց հստակ հաշվարկների և վերահսկողության խնդիրն ավելի է խորանում։ 21-րդ դարի ամենաթանկ ռեսուրսներից մեկի ջրի հետ կապված Հայաստանը մտածելու բան չունի։ Եթե համեմատենք աշխարհի պետությունների 60%-ի հետ, որտեղ խմելու ջուրը օրախնդիր է, առայժմ չունի։ Կունենա, եթե նույն կերպ վերաբերվի այս ռեսուրսին։ Հացը միայն գետերին ու լճերին չի վերաբերում։ Նաև օրինակ Սևանին, որից այս տարի դարձյալ 200 միլիոն խորանարդ մետր ջուր բաց եւ որևէ հաշվետվություն չներկայացվեց, թե ուր գնացին այդ ջրերն ու ինչպես ծախսվեցին։ Խոսքը նաև Արարատյան ստորջրյա ավազանի մասին է։ Սևանի ծավալի չափ Արարատյան դաշտի ընդերքում այս ջուրն էլ նախորդ տասնամյակներում պարպեցին, գրեթե 2/3-ով։ Ստորջրյա ավազանի ցամաքումը կանխելու համար փորձում են քայլեր ձեռնարկել։ Օրինակ, փակում են ապօրինի կամ չգործող հորերը։ Միայն այս տարվա ընթացքում 19 հոր է լուծարվել եւ կոնսերվացվել, 5-ը լուծարվել են, 14-ը կոնսերվացվել են։ Շրջակա միջավայրի նախարարությունը նաև օրենսդրական նախաձեռնություն ունի, որի նպատակը Արարատյան ստորջրյա ավազանի վերականգնում է։ Որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը եւ դրա բաշխում ըստ առաջնահերթությունների։ Ներկայումս օրենքով սահմանված է տարեկան 1.1 միլիարդ խորանարդ մետր վերականգնվող ջրի ծավալ, ինչը չի համապատասխանում իրականությանը եւ այն նվազեցվում է 926 միլիոն մետր խորանարդի։ Կառավարությունն առաջարկում է խմելու, կենցաղային ոռոգման եւ ձկնաբուծության համար այսուհետև խորքային ջրերի օգտագործման թույլտվությունը երկարաձգել, հաշվի առնելով վերականգնվող ջրաքանակները, այսինքն տարեկան ծախսել այնքան, որքան վերականգնվում է։ Ընդդիմադիրները դժգոհ են, այսուամենայնիվ Արարատյան ստորջրյա ավազանի վիճակը գնալով վատանում է։ Դրական ցուցանիշները 18-ից հետո վատացան։ Մասնավորապես ես ունեմ ցուցանիշներում ձեռքի տակ եւ դա հրապարակված է նաեւ ձեր նախարարության պաշտոնական կայքեջում, դուք այս հիմնավորման մեջ չեք նշել։ Ինչու է Արարատյան արտեզյան ավազանի վերականգնվող ջրի ծավալները նվազել վերջի տարիներին, դրա պատճառները բազմաթիվ են, բոլորս ականատես ենք լինում կլիմայի համընդհանուր փոփոխության եւ ոչ միայն կլիմայի փոփոխության ու դրա հետ համատեղ նաեւ ջրային ռեսուրսների պակասի խնդրին։ Իսկ գուցե պատճառն այն է, որ խորքային հորերի միջոցով ավելի շատ ջուր է իրականում հանվում, քան տարեկան կտրվածքով վերականգնվում է ավազանում։ Եթե որոշակի քանակությամբ ջուր լցվում է եւ թույլ են տալիս այդ ամբողջական ջուրը օգտագործելու, այսքան լցվել է, այդքան էլ օգտագործում ես։ Դե պարզ է, որ այդ օրերում այլևս ջուր չի մնալու։ Իրականում խորքային ջրային ռեսուրսների
Սպանել ճգնաժամը սկսվեց ձկնաբուծարանների գերշահագործման հետևանքով, երբ ահռելի քանակությամբ ջուր հանվում եւ հոսում էր անհայտ ուղղությամբ մատչելի ձկնամթերքը Ռուսաստան արտահանելու համար։ Չկա նշած, թե տվյալ պահին խորքային ջրերի մակարդակը ինչ աստիճանում է գտնվել, ենթադրենք 7 տարի առաջ, եւ այդ մոնիտորինգով արել եւ թող տարեկան ցուցանիշները ցույց տան։ 7 տարվա ընթացքում քանի սանտիմետր է բարձրացել կամ ինչ է։ Գործադիրը սահմանել էր, որ ձկնաբուծարանները պետք է կրկնակի կիրառեն հորերի ջուրը, սակայն կան ենթադրություններ, որ նշված կարգավորումն այդպես էլ մնացել է թղթի վրա, այսինքն ձկնաբուծարանները շարունակում են անարգել շահագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները։ Այն դեպքում, երբ հաշվարկներով հնարավոր է պարզվել, որ մեկ միջին ձկնաբուծարանի օգտագործած ջրով հնարավոր կլիներ ոռոգել հարյուրավոր հեկտար հողատարածքներ, աշխատանքով ապահովել հարյուրավոր մարդկանց եւ պետության համար գեներացնել տասնապատիկ ավելի մեծ եկամուտ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Հայաստանի առողջապահական համակարգում պարտադիր ապահովագրության թեման կրկին օրակարգում է այն, ինչ պետք է ներդրված լիներ դեռևս 93 թվականին, մի քանի տասնամյակ անց էլ մնացել է անավարտ։ Առողջապահության նախարարն ինքն էլ խոստովանում է գործընթացը ուշացել է եւ վերջնաժամկետ է նշում 2026 թվականը, սակայն որքան պատրաստ է համակարգը այդ կարևոր փոփոխության եւ արդյոք մարզային բուժհաստատությունները կկարողանան ապահովել անհրաժեշտ որակ եւ հասանելիություն, փորձագետները կասկածներ ունեն։ Ոչ թե 23 թվականից 1993 թվականից պետքա ներդրված լիներ, տենց հերթով փնտրեկով է մեղավորը, դե մենք էլ ենք մեղավոր։ Առողջապահության նախարարը ընդունում է մեղքը, ապահովագրությունն ուշացրել են։ Վերջնաժամկետ է ասում 2026-ին կներդնեն, ամսաթիվ սակայն չի նշում։ Արդյոք մարզային բժշկական կենտրոնների մասնագիտական հասանելիության ապահովումը բավարար է, որ ներդրվի ապահովագրության համակարգը։ Նախարարը անկեղծացավ, չի բավարարում։ Եթե ծառայություն չգնեն, ապա մարզային բժշկական կենտրոնները չեն զարգանա։ Նախարարի խոսքով 2026-ից ապահովագրության համակարգում կներառվի նաև 200,000 դրամից ավելի ամսական եկամուտ ունեցող անձանց խումբը, նրանք 190,000-ն են։ Պարտադիր ապահովագրական փաթեթի արժեքի մասին, այստեղ կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին դրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողները։ Հաշվի առնելով մեր տնտեսական զարգացման տեմպերը, մեր հնարավորությունները եւ այն նկատառումը, որ պետք է մեկնարկել եւ ընթացքում ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը, առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Պետք է նախ ստեղծեին ապահովագրության հիմնադրամը, սակայն ոչինչ արված չէ։ Դեռ օրենքն էլ հաստատված չէ, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, առանց օրենքը հաստատելու հայտարարում են, թե 26 թվականից գնում ենք ապահովագրության։ Այն դեպքում, երբ օրինագիծը շրջանառվեց ու ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, այլ գերատեսչություններ այն հետ կանչեցին։ Փորձագետը նախարարի խոսքում նաև մանիպուլյացիաներ է նկատում։ Նախարարը հայտարարում է, թե հեղափոխական պատմական որոշում ենք ընդունել երեխաներին ու հաշմանդամություն ունեցողներին ապահովագրելու, այնինչ նրանք արդեն իսկ ապահովագրված են, 100% պետպատվերի շահառու են։ Այսինքն իրանք պետպատվերի անունը փոխում են ապահովագրություն եւ նախընտրական միֆ են ստեղծում, որ իրանք ապահովագրության ներդրում են անում։ 0-ից 18 տարեկանները հաշմանդամները լավ վատ իրանք կազմակերպած, որ իրանք եղել են պետպատվերի շահառու։ Հիմա գնում ասում էին պետպատվերը պրծել է, վաղը կգնաք ասեն ապահովագրությունն է պրծել։ Ավարտվել են նաև մարզային բժշկական կենտրոնները առողջապահության նախարարության ենթակայության տակ անցումի բոլոր փուլերը։ Պետք է գնալ այդ կենտրոնների միասնականությանը, ասուլիսում պնդեց առողջապահության նախարարը, վստահեցնելով, որ որևէ բժշկական կենտրոն չի փակվելու։ Փորձագետը սակայն կասկածներ ունի։ Կառավարության ապա կենտրոնացող քաղաքականության ֆոնի վրա իրանք ամբողջ առողջապահական համակարգը կենտրոնացնում են, որը բերելու է մարզային զարգացման գլոբալ առումով, հավասարաչափ զարգացման նկասեցմանը, ինչպես նաև բժշկական հիմնարկները քանդվելու են։ Ավանեսյանը նաև անդրադարձավ բուժական ու վարչարարական հատվածների առանձնացմանը, այսինքն փորձագետի կանխատեսումով մեծ բժշկական կենտրոնների տնօրեններ նախարարությունը հավանաբար արդեն աչքի տակ ունի, որոնք բժիշկներ չեն լինի, իսկ հիմնարկներում կնշանակեն բժիշկների բուժական գծով պատասխանատուների։ Սակայն այս մեթոդով փորձագետի համոզմամբ առողջապահական
շփատական ամբողջ համակարգը կդառնա անկառավարելի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների դասաժամերը կրճատում են, մտահոգ են թե ծնողները, թե մասնագետները։ Տարականների 35%-ը կարդալ չգիտի։ 78 կիլոգրամ ապօրինի դեղորայք հատուկ թաքստոցում մաքսային հսկողությունից թաքուն ներմուծման փորձը կանխել են։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդի։ Շարունակենք թողարկումը։ Հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների դասաժամերի կրճատումը մտահոգել է թե մասնագետներին, թե ծնողներին։ 7-րդ եւ 8-րդ դասարաններում հայոց լեզուն դարձել է շաբաթական ընդամենը 2 ժամ։ Քաղաքացիներն ահազանգում են այսպիսի համապատկերը այն դեպքում, երբ յուրաքանչյուր 3 աշակերտից մեկը չի հասկանում կարդացածը։ Մասնագետների խոսքով նման փոփոխությունները ոչ միայն չեն լուծում, այլ ավելի են խորացնում խնդիրը։ Հայոց լեզվի դասավանդման ժամանակը 7-րդ եւ 8-րդ դասարաններում կրճատել են դարձնելով շաբաթական 2 ժամ։ Իսկ հայոց եկեղեցու պատմությունը առհասարակ դուրս են թողել դպրոցական ծրագրից, ահազանգում են քաղաքացիները։ Ասում են հայոց լեզվի եւ գրականության փոխարեն երեխաներին ծանոթացնում են երաժշտություն առարկայում տեղ գտած հայտնի դեմքերի կենսագրությանը։ Եվ սա այն երկրում, որտեղ երեխաները գրեթե անտառաճանաչ են։ Համաշխարհային բանկի տվյալներն են փաստում, տարական դպրոցն ավարտող երեխաների 35%-ը չի կարողանում կարդալ եւ հասկանալ պարզ տեքստը, որը եռակի բարձր է տարածաշրջանի ցուցանիշից։ Հայագիտական առարկաների մասով վերջին մի քանի տարիների ոչ միայն պակասել հայոց լեզվի, այլ մնացած բոլոր հայագիտական առարկաներ հայոց պատմության դասաժամերն էլ կրճատվել վերջին 2-3 տարիների ընթացքում, այլ չասեմ որ հայոց եկեղեցու պատմություն առարկան հանեցին, բայց իրենք խոսք տվեցին, որ դա ինտեգրվի այս պատմության մեջ, այլ չտեսան։ Փորձագետների դիտարկմամբ չնայած հայոց լեզվի դասաժամերը ուսումնական պլանի պետական բաղադրիչով կրճատել են, այդուհանդերձ դպրոցական բաղադրիչով ցանկության դեպքում հնարավոր է տվյալ առարկայի դասաժամերն ավելացնել։ Այստեղ առաջանում է մեկ ուրիշ խնդիր, որովհետև առաջանում է կոնֆլիկտ տարբեր ուսուցիչների տնօրենի միջև։ Եվ քանի որ տնօրենն է ըստ էության վերջնական որոշումը կայացնողը, շատ դեպքերում դա դառնում է կռվախնձոր, այդ ժամերը որ առարկային տան։ Անգրագիտության մակարդակը ավելի կմեծանա։ Սարսափելի վիճակ է հիմա լեզվի։ 3 երեխայից մեկը չի կարողանում կարդացած տեքստը հասկանալ։ Եվ այդ առարկայի ժամերը քչացնել, դա նշանակում է խրախուսել անգրագիտություն։ Մասնագետներն ասում են, հայոց լեզվի եւ գրականության դասաժամերի կրճատումը ավելի լուրջ խնդիր է առաջացնելու 9-րդ դասարանի դեպքում, քանի որ առջևում քննաշրջանն է։ Եթե նախարարությունը եւ միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում նման խնդիրներ կան եւ դրան զուգահեռ փոխանակ իրանք նպաստեն հայոց լեզվի դասաժամերը ավելի արդյունավետ կազմակերպելու դասաժամերը գոնե թողեին նույնը, իրենք հակառակ քաղաքականություն են վարում, այսինքն նախարարությունը արձանագրում է հստակ խնդիր, բայց այդ խնդիրը լուծելուն միտված գործողությունները սխալ է տանում։ Այս փոփոխությունները հատկապես մտահոգիչ են, քանի որ պետական ավարտական քննություններից մեկը հենց հայոց լեզվի թեստն է, որը պահանջում է ոչ միայն ուղղագրական եւ քերականական հմտություններ, այլ նաեւ ընթերցածի ըմբռնում։ Մասնագետների պնդմամբ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները վտանգավոր են եւ տանելու են մեր ինքնության աղավաղմանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանի վճարային համակարգը ստանում է նոր լուծում։ Armenian Card ընկերությունը ներկայացրել է ARCA QR համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ընդամենը 1 սկանով անմիջապես բանկային հաշվից։ Նոր ծառայության շնորհիվ բանկերի հաճախորդները կարող են մուտք գործել իրենց մոբայլ հավելված, սկանավորել QR կոդը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից ապահով, արագ եւ առանց հավելյալ գործողությունների։ Armenian Card ընկերությունը ներկայացնում է ARCA QR համակարգը, վճարումներ QR-ով, որոնք կատարվում են 1 սկանով անմիջապես բանկային հաշվից։ Մեկ ակնթարթ, 1 QR, անվերջ հնարավորություններ։ ARCA QR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։ Օրինակ 1000 դրամ։ Այստեղ տալու ենք QR կոդը, ակտիվացնելու ենք ձեր app-ով QR-ը եւ վերջ արդեն վճարումը կատարելու ենք։ ARCA Pay համակարգի նոր պրոդուկտ ենք ներկայացնում, որը կոչվում է ARCA QR։ Այսօր մեկնարկում ենք 6 բանկերի հետ։ Մեր 6 բանկերի բոլոր հաճախորդները հնարավորություն ունենալու իրականացնեն իրար միջև, արդեն փոխգործելությունը ապահովված է,
Arca QR վճարումներ։ Arca QR-ը Armenian Card ընկերության հերթական քայլն է, զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Առաջկայում QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը, առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում։ Անվտանգության առումով ինքը փակ համակարգ է, գործարքը կատարվում է բանկի application-ի միջոցով, այսինքն հաճախորդը սկզբից պետք է մուտք գործի իր բանկի հավելված, որից հետո նոր կարողանա կատարել գործարքն, այդ իսկ պատճառով անվտանգության մասով որևէ խնդիր այս պահին առկա չէ։ Բանկային համակարգի համար եւս շատ կարեւոր է միանալ Arca QR համակարգին, քանի որ վճարումների ոլորտի զարգացումը առևտրային բանկերի ռազմավարական ուղղություններից մեկն է։ Arca QR-ի կիրառմամբ վճարումները կդառնան ավելի հարմար, արագ եւ ապահով։ Այդ տեսանկյունից առևտրային բանկերի համար չափազանց կարեւոր է շուկայում վճարային գործիքների եւ ենթակառուցվածքների ընդլայնումը եւ զարգացումը, ազգային վճարային համակարգերի շուրջօրյա սերվիսների ձևավորումը։ Այս վճարումների տարատեսակները դեռ անընդհատ զարգանալու են, գալու են եւ անհպում վճարումները այս համակարգի օգտագործմամբ եւ բիոմետրիկ, որքան հասանելի լինեն Arca ազգային վճարահաշվարկային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 16 ավտովթար, 33 մարդ, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 5-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Սվետլանա Ավդիշյանը։ Վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել Գնունու շուկայում։ Ըստ քաղաքային իշխանության կրպակներն ապօրինի են տեղակայվել այնտեղ։ Պարզաբանում են, թե տնտեսվարողների հետ 3-ից 4 ամիս բանակցել են եւ բոլորին իրազեկել նախատեսվող քանդման աշխատանքների մասին, ինչից հետո նրանք խնդրել են մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տրամադրել տարածքն ազատելու համար։ Խոջայանի խոսքով Երևանի մյուս շուկաների մասին եւս քննարկումներ կան, սակայն կոնկրետ որոշումներ այս պահին չեն ընդունվել։ Թուրքական ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև կա աճող վստահություն։ Նա աննախադեպ եւ դրական էր որակել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Հիշենք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Խոշոր հրդեհ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հրդեհվել է տներից մեկի անասնագոմն ու բակում եղած անասնակերը։ Դեպքի վայր ժամանած հրշեջների հետ կրակի դեմ պայքարել են նաև գյուղացիները։ Կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։ Տարվում են աշխատանքներ անասնագոմի եւ այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կրակը մարված է։ Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 10:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանյան լճի մոտ բախվել են Nissan Rouge, Mazda, Kia եւ Opel Mach-Nishի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Քննչական բաժնում նախաձեռնել են քրեական վարույթ, պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Իսկ հիմա եղանակի տեսությունը կներկայացնեմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, անձրև եւ ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա շաբաթվա ավարտին 8-ից 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 15 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 22, Լոռիում 10-ից 13, Տավուշում 12-ից 14 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 20-ից 22 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 14-ից 17, Սյունիքի նախալեռներում 10-ից 13 աստիճան, Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, այս գիշեր 11-ից 13, ցերեկը 18-ից 20, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։